3 ուշ երեկոյան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Յասամալի շրջանում տեղակայված Ադրբեջան ֆիլմ կինոստուդիայի տարածքում հզոր պայթյուն է գրանցվել։ Այն տեղի է ունեցել կինոնկարահանումների համար նախատեսված հրավառության պահեստում, որին անմիջապես հաջորդել է հրդեհ։ Արդյունքում մոխրակապույտի է վերածվել շուրջ 200 քառակուսի մետր մակերեսով միահարկ շինություն։ Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։ Այնուամենայնիվ պայթյունն անարձագանք չի մնացել, հատկապես սոցցանցերում, որտեղ շատերն արդեն փորձում են միջադեպը քաղաքական կոնտեքստով բեռնել։ Թեև պաշտոնապես հայտարարվում է, որ դեպքի պատճառները քննվում են, հանրային տիրույթում արդեն սկսել է մեղավորի հստակ նշանակման գործընթաց։ Շարունակելով վերջին շրջանում նկատվող հակաիրանական հռետորաբանությունը, որոշ օգտատերեր շտապել են պնդել, թե Բաքվի պայթյունը իբր Իրանի ուղերձն էր Ադրբեջանի բանակի օրվա կապակցությամբ։ Սա նման է Իրանի կողմից իրականացված սադրանքի, կամ դրոնով են հարվածել, կամ ներսից է պայթեցվել, մեզ ուղերձ էր, բանակի օրվա առթիվ, նշված է միջադեպին նվիրված սոցցանցային մի գրառման մեջ։ Այս դիտարկումները ուղիղ կապում են պայթյունի օրը հունիսի 26-ը Ադրբեջանի զինված ուժերի բանակի օրվա հետ, փորձելով դրան վերագրել քաղաքական ենթատեքստ։ Թեև պետք է սպասել պաշտոնական քննության արդյունքներին, սակայն արդեն իսկ տեսանելի է փորձը միջադեպը վերածելու հակաիրանական քարոզչական գործիքի։ Հիշեցնենք, որ նախորդ օրերին շրջանառվում էր Խոշչամշի Հայտի հայտարարությունը, որը կրկին Իրանի հասցեին մեղադրանքներ էր պարունակում Ադրբեջանի ուղղության հնարավոր սադրանքի մասին։ Դիանա Կարապետյան, Աննա Հարությունյան, Reopen Media։